Մենք մեր կամավորներին ընդունում ենք որպես մեր տան երեխաներ։ 15 թվին արդեն մենք հյուրընկալեցինք մեր առաջին կամավորին, Էմիին Ֆրեզնոյից։ Փաստորեն 15 թվից մենք արդեն եւ առանց ընդմիջման աշխատել ենք դեպի Հայքի հետ։ Հետաքրքիր բան է իրոք, երևի Արթուրը մեր գալասեր, չգիտեմ, մոտ 18, երևի 18-րդն է։ Իմ ջայլոց ես մեր կամավորների մի քիչ դժվար է, չէ՞, 18-ի մասին բոլորին հաթաթիշել, դե համար համենայն դեպս ես չեմ զլացել ու ցուցակ ունեմ։ Հետաքրքիր է, էլի որ գրում եմ, ասենք թե եկավ, Էմին եկավ Ֆրեզնոյից 15 թիվ օգոստոսի այսքան ու վերադարձավ այսքանին։ Ու նաև գրում եմ անպայման ինչ մասնագիտության երեխա է, հետո իր հետ կապված ասեք ինչ հետաքրքիր բաներ ենք հիշում, այդ կարգի բաներ եմ անում եւ ընդ որում պարտադիր կարծում մեր բոլոր կամավորների հետ մենք նկարներ ունենք։ Իմ ջայլոց կատակով միշտ ասում եմ, որ երևի դեպի Հայքի մի հատ ստենդ պետք է պատրաստենք մեր ընտանիքում, որ անպայման դեպի Հայքի երեխեքի հետ այդ բանը լինի անպայման այդ ֆոտոշարքը։ Միշտ էլ դե առաջինը, կոնկրետ առաջինը բավականին զգաստ էինք, այնուամենայնիվ կարծես թե ամեն ինչի սկիզբն էլ նորն էլ մի քիչ բան է լինում էլի, դա անսովոր է։ Բայց շատ արագ բան արեցինք, հենց Էմիի հետ կապված էր, շատ արագ հասկացանք, որ կարծես թե մեր երեխան է, մեր հերթական, մեր տան 3 երեխաներից եկել է եւս 4-րդը։ I come from France. I'm 28 years old, and I came to Armenia in September for 1 year because I really wanted to learn Armenian and reconnect with my Armenian origins and experiment living in this country. I wanted to be in a host family because I thought it was the best way to speak Armenian on a daily basis and to learn faster. And it was a great decision because Elmira and Manuk are amazing hosts. Sometimes they are receiving friends and families. Their nieces are also in Yerevan, and when we have family gatherings, it's very festive evenings with amazing food, cognac, toasts every 2 minutes, and it ends often in games, so it's a very happy moments. When I came here in September, I didn't speak a single word, and what was nice is that Elmira speaks well English, so in my first month, when I wasn't able to speak Armenian, we could communicate, and after the Christmas break, when I came back from France, my Armenian had improved, and so since then they don't speak to me in English anymore and only in Armenian, and I understand better and I can try to express myself, and I think it helped a lot. Մենք մեր կամավորներին ընդունում ենք որպես մեր տան երեխաներ, ուրիշ կերպ հնարավոր չի, ասենք քո տան, քո հարազատ երեխան աղջիկը տա տղա տա, ինչպես պիտի իրեն զգա քո տանը, կամ ես իրենց հետ ինչպես եմ վարվում, զգաստ չեմ բոլորովին, անհանգիստ չեմ, ոնց որ մի անգամից մենք կարողանում ենք ճանաչել իրար, հետո երիտասարդության հետ է շփվում։ Քո հասակակցի է, ու հիմա այդ ինձ համար ինքան գովելի է այդ որ մեր հայերեխեքը, դրսի հայերեխեքը այս կազմակերպության շնորհիվ գալիս են հայրենիք, շփվում են հայերի հետ, ճանաչում են Հայաստանը,